Ես սկսել եմ մարզվել դպրոցական տարիքից ու արդեն մոտ 7 տարի կլինի, որ ռեգուլյար պարապում եմ, ու ուզում եմ իմ փորձից ելնելով կիսվել այն ամենակարևոր 5 բաներով, որոնք ես տարիների ընթացքում հասկացել եմ։ Առաջին, մարդկանց 99%-ը պրոֆեսիոնալ մակարդակի վրա չեն մարզվում ու երբեք չեն մրցելու։ Դրա համար եթե քո մարզումները քո համար ընկալվում են որպես հոգս ու դու մշտապես տանջանքով ես գնում պարապմունքների, քեզ պետք է քո մարզման մոտեցումը փոխել։ Մարզումները պետք է հաճելի լինեն, որպեսզի դու կարողանաս սրանք երկարաժամկետ ու ռեգուլյար պահել, որովհետև լավ արդյունքի համար ամենակարևորը հենց էս է։ Երկրորդ, դու միշտ կգտնես մարդկանց, ովքեր քեզնից մկանոտ են, քեզնից նիհար են, քեզնից ուժեղ են, նույնիսկ նայես դեպքերում, երբ իրանք քեզնից քիչ կամ սխալ են մարզվում։ Եթե դու դատես քո արդյունքը ուրիշների հետ համեմատվելով, դու երբեք գոհ չես լինելու։ Դրա համար կենտրոնացի մենակ ինքդ քո հետ համեմատվելու վրա։ Երրորդ, դու քո պոտենցիալ մկանային մասսայի մեծ մասը հավաքելու ես քո մարզման առաջին 1-2 տարվա ընթացքում, ինչից հետո քո պրոգրեսը շատ դանդաղելու է։ Այս անխուսափելի է ու պետք չի սրա պատճառով մտածել, որ դու ինչ-որ բան սխալ ես անում։ Չորրորդ, երկար տարիներ մարզվելու դեպքում տրավմաները ու ցավերը անխուսափելի են ու իրանցից վախենալ պետք չի։ Մեր մարմինները անթերի չեն ու նրանց լավ ճանաչելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Ցավերը մեր մարմնի մեզ հետ կոմունիկացվելու միջոց են ու նրանցից ոչ թե պետք է բացարձակապես խուսափել կամ վախենալ, այլ փորձել դրդապատճառները հասկանալ ու ընտրել նենց մարզման մոտեցում, որը կօգնի վերականգնմանը։ Որովհետև չնայած որ մեր մարմինները անթերի չեն, նրանք անչափ դիմացկուն ու ադապտացվող են։ 5-րդ, գոյություն չունեն հավելումներ, որոնք էական ձևով ազդելու են քո պրոգրեսի վրա։ Հավելումները կարող են օգտակար լինեն որոշ կոնտեքստներում, բայց եթե ինչ-որ մեկը քեզ ասում է, որ դու քո ուզած արդյունքին չես հասնում, որտեղ ինչ-որ կոնկրետ հավելում չես ընդունում, ինքը ուղղակի փորձում է քո վրա փող աշխատել։